Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 1։ Ես պառկեցի և քնեցի և զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։ Սաղմոս 3:5 խոսք։ Հոգսն ու վիշտը մեզ օգուտ են բերում, քանզի մղում են մեզ ջերմեռանդորեն աղոթելու Աստծուն։ Դավիթը հասկացել էր, որ Աստված միշտ պատրաստ է պատասխանելու իր աղոթքներին։ Ոչինչ չի կարող խզել այն կապը, որը գոյություն ունի Աստծո շնորհի հաղորդման և այդ շնորհի ներգործության միջև մեր մեջ, ինչպես նաև նրա բարեհաճության և մեր հավատքի միջև։ Դավիթը մշտապես ապահով է եղել Աստծո պաշտպանության ներքո։ Սա վերաբերում է նաև յուրաքանչյուր գիշերվա սովորական ողորմություններին, որոնց համար մենք պետք է ամեն առավոտ գոհություն հայտնենք։ Շատ մարդիկ պառկում են քնելու, բայց չեն կարողանում քնել մարմնական ցավերի, հոգեկան տագնապների կամ գիշերային մշտական վախերի պատճառով։ Սակայն կարծես թե այստեղ ավելի շատ նկատի է առնվում Դավթի հոգեկան հանգստությունը, չնայած նրան սպառնացող վտանգին։ Տերը իր շնորհով և իր հոգու մխիթարությամբ հանգստացրեց նրան։ Մեծ ողորմություն է մեր միտքը կենտրոնացնել Աստծո վրա, երբ դժվարության մեջ ենք գտնվում։ Տեսեք, թե ինչպես է Դավթի որդին հանգստացնում իրեն, պատրաստվելով խաչի վրա հանգստանալուն, այս վշտի մահճակալին, իր հոգին վստահելով հոր ձեռքերին, լիակատար վստահությամբ ուրախ հարության մեջ։ Մտորիր այս մասին, ով քրիստոնյա, թող հավատքը սովորեցնի քեզ, թե ինչպես քնել և ինչպես մեռնել, և այն վստահեցնում է քեզ, որ ինչպես քունը կարճատև մահ է, այնպես էլ մահը միայն ավելի երկար քուն է։ Նույն Աստվածը հսկում է քեզ թե քո անկողնում, թե գերեզմանում։ Դավթի հավատքը հաղթական էր։ Նա սկսեց Սաղմոսը իր թշնամիների զորության և չարության մասին բողոքներով, բայց ավարտում է այն ուրախությամբ իր Աստծո զորության և ողորմածության մեջ, և այժմ ավելի շատ տեսնում է նրանց, ովքեր իր հետ են, քան նրանց, ովքեր իր դեմ են։ Բոլոր նրանք, ովքեր Տիրոջն են համարում իրենց Աստված, վստահություն ունեն փրկության մեջ, քանզի նրանց Աստվածը փրկության Աստվածն է։